Պարոն Պողոսյան, քննչական վարույթներ նախաձեռնելիս ես ակնհայտորեն տեսնում եմ երկակի ստանդարտների իրագործում եւ նաեւ ակնհայտ քաղաքական ենթատեքստ հարուցած գործերի շրջանակներում։ Ինչ նկատի ունեմ։ Օրինակ քաղաքացի Սամվել Վարդանյանը ԿՊ-ական падգամավորին ավտոբուսում տեսնելիս նրան գնահատականներ է հնչեցնում, վիրավորում է եւ դրան հաջորդում է անմիջապես վերջինիս ձերբակալումը, կալանավորումը, ինքը կալանքի տակ է եղել, այնուհետև տնային կալանքի տակ, վարչական վերահսկողություն եւ այլն։ Բայց օրինակ Մասիվի թաղապետը օրը ցերեկով կամերաների առջև ուղիղ եթերով ծեծի է ենթարկում քաղաքացու եւ որևէ հետևանք չի ունենում, այսինքն ոչ ձերբակալվում է, ոչ կալանավորվում է։ Այս երկակի ստանդարտները ինչով կարող եք բացատրել։ Հաջորդ հարցը վերջերս 2 օր առաջ ձերբակալվել ու կալանավորվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Ես ուզում եմ հասկանալ այդ ձևը նրա ձերբակալման, այդ խայտառակ իրողությունը, որ ականատես եղանք, ինչով է պայմանավորված։ Դուք չգիտեմ վարույթին տեղյակ եք թե չէ, մենք ըստ էության այն արարքը, որը որ մեղսագրված է արդեն ունենք, ոչ մեծ ծանրության հանցագործություն է։ Ինչո՞։ Ոչ մեծ ծանրության հանցագործություն է։ Ծեծը։ Իսկ վիրավորանքը։ Ֆիզիկական ներգործությունը մի խումբ անձանց կողմից, որը որ մեղսագրվել է։ Այսինքն մենք հիմա քրեական վարույթներով չենք կարող մատնանշել մեկ քրեական վարույթ, ըստ էության երբ որ անձին առաջին անգամ հանցանք կատարած ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձին ձերբակալեն։ Ինչ վերաբերում է պաշտոնավարման կասեցման հետ կապված, որը որ նաև խափանուն միջոցի տեսակ է, օրենքը հստակ հիմքերը տալիս է իրավապայմանները, երկու հիմք գոյություն ունի, երբ որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ պաշտոնավարման կասեցում է կիրառվում կոնկրետ անձի վերաբերյալ, երբ որ ըստ էության անձը շարունակելով մնալ պաշտոնում կխոչընդոտի գործիքությունը կամ կկատարի նոր հանցանք։ Իսկ տվյալ պարագայում դուք գիտեք, որ ըստ էության պաշտոնական դիրքի կապակցությամբ չի տեղի ունեցել այդ ամեն ինչը եւ հետեւաբար վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ բացակայելու արգելք կիրառելու խափանուն միջոցը բավարար երաշխիք է, որպեսզի ապահովի կոնկրետ անձի դատավարական պատշաճ վարքագիծը։ Հաջորդը Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քրեական վարույթը, որը մատնանշեցիք, Տիկին Գրիգորյան, ես չգիտեմ դուք որքանով եք ծանոթ քրեական վարույթներին, ես մի հատ հանգամանք կուզեմ նշեմ, մասնավորապես Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են արկա, թե դատարանում, թե նախաքննության փուլում։ Մենք ի սկզբանե խափանման միջոց, անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել։ 1 գործով, 2 գործով, 3 գործով, երբ որ ընտրում ես անազատության հետ չկապված խափանման միջոց, երբ որ դու տեսնում ես, որ այլևս այդ խափանման միջոցը չի չեզոքացնում անձի ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, վարույթ իրականացնող մարմինը ծայրահեղ ինչի է գնացել ծայրահեղ խափանման միջոց կալանքի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել, որովհետև անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս անչափահաս երեխաների մասնակցությամբ եւ նկատմամբ Լիլիթ Աղեկյանի գործի մասին է խոսքը։ Անչափահաս երեխաների նկատմամբ եւ դպրոցի ամբողջ դպրոցի բնականon գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել եւ ընդ որում անձնական շարժառիթներով Դուք երկակի ստանդարտներով եք առաջնորդվում եւ կոնկրետ քաղաքական ենթատեքստ կա այդ գործերի մեջ։ Մի դեպքով մարդը ծեծի է ենթարկում, իր համար խնդիր չկա, չի կալանավորում, չի ձերբակալվում, մյուս դեպքում դատավորին ասել է կոռուպցիոներ, այսինքն դատավորին կոռուպցիոներ ասելու համար պետք է մարդը կալանավորվի, կամ Սամվել Վարդանյանի դեպքով ավտոբուսում հնչեցված գնահատական վիրավորանքի համար մարդը կարա ձերբակալվի, կալանավորվի, բայց ծեծի դեպքում չպետք է կալանավորվի։